Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսում, այսօր տղավարում իմ հյուրն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, Գյումրվա իրադարձությունների մասին ինչ կասեք, ինչ տպավորություն թողեց։ Առաջինը, որ ես կուզենայի, որ այդպես լիներ, պետք է ուղարկվեր ծանոթագիր քաղաքացուն։ Ու ծանոթագրի հիման վրա նա ճիշտ ժամանակին պետք է ներկայանար իր փաստաբանի հետ, որտեղ ծանոթագրի մեջ պետք է գրվի, որ այսինչ գործով ենք ձեզ կանչում։ Պարգևատրելու համար չենք կանչում։ Ու ինքը պետք է պարտաճանաչորեն նախ ներկայանար լրատվամիջոցներին, իր գործընկերներին կուսակից, քաղաքապետը պետք է ասել, որ քանի որ ինձ այսպիսի բանով կանչում են, որպես պարտաճանաչ քաղաքացի, օրինապահ քաղաքացի, օրինակելի քաղաքացի նաև։ Դա պետք է ասենք, որ օրինակելիության խնդիր ունենք մենք, պաշտոնյան օրինակելի քաղաքացի է, պետք է նմանվենք մենք իրեն։ Դա ես ասում եմ լուսանցքում։ Ուրեմն պետք է ինքը ներկայանար, այնտեղ էլ պետք է հարգանքով ընդունեին, հրավիրեին, տեղավորվի, ասեին, որ ծանոթացեք։ Այսինքն ոչ թե շնորհքով ներխուժեին։ Տեսեք, դասականին հիշենք, հիշում եք։ Այո, Հետո իսկականին։ Մենք ասում ենք ինչն է ցանկալի մեր երկրում։ Այո։ Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական երկիր, ժողովրդավարական երկիր, ինչ պետք է աներ։ Հարգանք քաղաքացու նկատմամբ, հարգանք օրինակելի քաղաքացու նկատմամբ։ Կասկածում եք, հրավիրում եք։ Ուրեմն դա մեկ, ու այնտեղ պետք է ասեին ձեր փաստաբանին, բան, ասեին, որ սրանում դուք մեղադրվում եք ու ձեր իրավունքները հիմա որպես քաղաքացի եւ պաշտոնյա մենք սահմանափակում ենք, ունենք դատարանի որոշում։ Հետո փաստաբանը պետք է դուրս գար, ասել, որ գիտեք, այսպեսի բան եղավ, դրան կտեսնեք որոշ ժամանակ հետո։ Դա ձևն է։ Հաջորդը, եթե քաղաքացին ակնհայտորեն օրինակելի չի, կարող է խուսափել, ինչ որ բաներ սարքել, սարքում են ծուղակ, արժանապատվության խնդիր կա, ծուղակ, հրավիրում են որպես գյումրեցու, ասեմ, գյումրեցի ասում են խաշի, խաշ կա, կամ ինչ, քյալլա, ինչ որ բան, ասում են արի, իսկապես կազմակերպում են ագենտուրայով դա, ինքը գալիս է ճանապարհին կանգնացնում է ոստիկանը, ասում է, որ ստուգում ենք փաստաթղթերը եւ այլն, ու իրեն տանում են։ Դա երկրորդ ձևը։ Եվ երրորդը ամենաանցանկալին, բայց դիտարժան։ Շնորհքով։ Դիտարժան ձևը, այն ինչ որ մենք տեսանք։ Դա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես կարծում եմ, որ խայտարակություն է։ Շատ վատ կազմակերպված ներկայացում էր։ Այդպես չէր կարելի անել։ Ես չեմ ասում, թե չի կարելի բերման ենթարկել կամ չի կարելի հանցանք գործել, եթե հանցանք է գործել մարդը։ Դե հանցագործը հանցագործություն գործելու է։ Հենց դրա համար էլ օրենք կա, դրա համար էլ պատժիչ ռեսուրսներ ունի պետությունը։ Պետությունը ընդհանրապես պատժիչ կազմակերպություն է։ Ուրեմն ես ասում եմ, որ շատ տգեղ բաներ, որպես նմուշ իրավաբանական, այդ ոստիկանական, համալսարանական կուրսերում այդ կադրերը հարկավոր է ցույց տալ, ասել, այսպես չի կարելի, չպետք է թույլ տանք, որ այսպես լինի, այսպիսի բան չի կարելի երկրում։ Ես ասում եմ, որ շատ տգեղ բան է տեղի ունեցել, տեսնենք հետո ինչ կլինի։ Հնարավոր է ավելի տգեղ բաներ էլ լինեն այդ դատական process-ի մեջ, կարող է բացահայտվեն բաներ, որ մենք պետք է ասենք, մեր մոտ դա հնարավոր է, մեր մոտ այդպիսի բաներ են անում պաշտոնյաները։ Պաշտոնյաները այդպիսի հնարավորություններ ունեն, բա ուր է եղել պետությունը, բա զսպող, կանխարգելող ինստիտուտները չեն գործել, ո՞նց է եղել, որ մարդը իր այդ քաղաքապետ եղած ժամանակ ինչու են մեղադրում, ասում են յուրացրել է, տարել է կաշառքի կասկածով, հա։ Դե այս կաշառքը, այս ոնց որ թե մի էպիզոդն է։ Դրանից առաջ էլ է ինչ որ բաներ ունեցել, կամ էլ այդ կաշառքը։ Ոնց կարող է թափանցիկության, խոսքի ազատության պայմաններում
հասարակական հատուկ հետաքննող, չգիտեմ ինչ կազմակերպություններ կան եւ բազմակուսակցական ավականին։ Դա ոնց պետք է անցներ այդ թույլատրությունը, այսինքն քանդել մի քանի հազար քառակուսի մետր, հա, շինությունը ձևակերպել, այդ քանդելը լուրջ էկոլոգիական 1200 քառակուսի, եթե չեմ սխալվում։ Հա, էլի 1000 քառակուսի քաղաքում քանդվել է եւ վերակառուցվել է, դա ոնց կարելի է բան անել, փաստաթղթերով։ Ես կարծում եմ, որ պետք է շատ թափանցիկ լինի ու մեր մոտ փաստորեն թույլ են վերահսկող հասարակական կազմակերպությունները վերահսկող քաղաքացիները ուղղակի եւ իրավապահ մարմինները այդ գասկ, մասկ, ինչեր կան այդ դրանք կամ էլ այդքան սերտաճած են, դա ոնց է լինում, որ շղթա կա։ Բոլոր հսկիչները ներգրավված են այդ գործի մեջ։ Եթե տեխնիկական հնարավորությունները չլինեին, ես չգիտեմ ինչեր են դրել, լսել, բանանել, այդ օպերատիվ հնարավորությունները չլինեին, ուրեմն մենք չէինք էլ իմանա։ Այսօր մենք չէինք իմանա, մեր օրակարգը ուրիշ բան կլիներ։ Ես ուզում եմ ձեր միտքը շարունակել 5-շաբթի օրը ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչը առաջարկեց հրապարակել բոլոր ներկա նախկին գործակալների անունները։ Հիմա պատկերացնում եք ինչ կարող է տեղի ունենալ, որտեղ ի վերջո մենք Բալթյան երկիր չենք, այնտեղ տեղի ունեցավ, չէ՞, այնտեղ հրապարակվեց, ինչ որ պետքա արվեց։ Հայաստանում եթե նման ցուցակ հրապարակվի, ինչ կլինի։ Չէ, տեսեք ինչ խնդիր կա։ Ես Պաշտպանության եւ Ներքին գործերի ազգային անվտանգության ծառայության վերահսկող հանձնաժողովի անդամ եմ եղել 1990 թվականին։ Ուրեմն խոսքը, եթե լուստրացիայի մասին է, մենք այն ժամանակ բաց թողեցինք Բալթյան երկրներում, Չեխիայում, Գերմանիայի դեմոկրատական Արևելյան Եվրոպայի երկրներում արվեց լյուստրացիա, այսինքն հակառակորդի ագենտների բացահայտում, օկուպանտ ուժերի ագենտների բացահայտումն է, զավթիչների ագենտների, այսինքն կոլաբորացիոնիստների, դավաճանների ցանկը բացահայտեցին։ Դրանք օպերատիվնիկներ չէին, նրանք օտար երկրի հատուկ ծառայությունների ագենտ էին այդ երկրում, Չեխիայում օրինակ, Լեհաստանում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, դրանք հակառակորդի ագենտներն էին։ Երկիրը զավթած պետության շահերի պաշտպաններն էին, դա լյուստրացիա է։ Լյուստրացիան նաև երկու իմաստ ուներ, համ բացահայտել, համ էլ սրբազատվել, մաքրազատվելու խնդիր էր։ Մեր մոտ երբ որ ասում են բացահայտեք ագենտներին, նրանք զինաթափում են մեր օրինապահ արդարադատության համակարգը։ Մեր մոտ պետք է, մեր պետությունը պետք է ագենտներ ունենա։ Չէ, բայց խոսքը մեր ագենտների մասին։ Տեսեք, սրանք որ ասում են ցուցակը գործող ագենտներ։ Տեսեք, նրանց նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի։ Որպես զինաթափող երկիրը, դուք ասեցիք ընդդիմություն չի դա արդեն։ Մարդը, որ ասում է զինաթափեք Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները, օտարերկրյա ագենտների, Հայաստանում գործող օտարերկրյա ագենտների, ընդ որում նշում է նաև երկրներ, կլինի դա Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Եթե այդպես է, շատ հետաքրքիր է։ Այսինքն մենք մեր իշխանությունը պետք է ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը, ես չգիտեմ որն է, պետք է դիմի Թուրքիային, ասի ձեր ագենտների ցանկը ուղարկեք։ Ձեր ագենտների ցանկը մեր երկրում ուղարկեք։ Ասում է հանեք արխիվներից։ Արխիվներից ես կարծում եմ, որ դա արդեն նույնիսկ եթերում քննարկելու բան չի, եթե մեր արխիվներում կան օտարերկրյա
Ոչ բարեկամ նույնիսկ, ոչ բարեկամ պետությունների արխիվներ, դա չի կարելի հրապարակել, դա հարկավոր է, դրանց հարկավոր է փակել դատարան, դատախազություն, եթե մենք նախ եւ առաջ եթե բացահայտված են մեր մոտ կա, թողենք, կրկնակի բանով անենք, մենք տանք այն ինչ որ դրանք ուզում են, այսինքն մոլորեցնենք պատվիրատու պետությանը, ագենտին հավաքագրած ուժերին կարելի է, եթե մենք գիտենք, դա ես իմիջիայլոց իմ գուլագ եղած ժամանակ իմ խցակից է եղել է Անատոլի Ֆիլատովը, որը թերթերում գրեցին, որ գնդակը հարված է։ Հետո ես բանտում հանդիպեցի այդ շերտավորների մեջ, ասեց Ֆիլատով, ասել ոնց, քեզ չեն գնդ, ես թերթում կարդացել եմ, իզվեսյա թերթում, որ քեզ գնդակարել են, ասեց չէ, չեն գնդակարել, չլինելով ռեցիդիվիստ, ինքը ռեցիդիվիստների բանտախցում էր, այսինքն ես այդ վերբովկա գրոյի սպայր, որը որ միջերական ծովի նավատորմի անձնակազմի, զենքի, տեսակների, հերթապահության, ամեն ինչի մասին ամերիկյան հետախուզությանը հայտնել, լինելով սովետական միության հետախուզության սպա, որ պետք է գնար հավաքագրեր ամերիկացիների, Սարոկինի հետ եմ նստել, հետաքրքիր է, ինձ մեկ-մեկ կարելի է դրանց մասին հասնել։ Այնտեղ ես մանրամասն գիտեմ ինչպես են վերբովկա անում, ինչ նպատակներով եւ այլն։ Հիմա ես ասում եմ, եթե ու ինչպես են բացահայտվածին աշխատացնում, եթե բացահայտվել է, նա արդեն վտանգավոր չի։ Մենք արդեն նրան մատակարարում ենք հատուկ ինֆորմացիայով։ Եթե մենք ունենք այդ ցուցակը, օգտագործում ենք, մոլորեցնում ենք նրան։ Իսկ չափորոշիչները որոնք պիտի լինեն։ Տեսեք, մենք բազմիցս նաև այս տաղավարում խոսել ենք օտարերկրյա շահեր սպասարկող այս պարագայում լավ բարեկամ դեռևս շակերտներով Ռուսաստանի շահերը սպասարկող մեր հայրենակիցների մասին, չէ՞ շատ, 5-րդ շարասյուն եւ այլն։ Հիմա ոնց մենք հասկանանք, որոշենք, եթե Ռուսաստանը անգամ բարեկամ երկիր է, բայց Հայաստանի քաղաքացին ծառայում է այլ երկրի շահերն առաջ տանում, արդեն իսկ այդ մարդը վտանգավոր է, չէ՞ Հայաստանի համար։ Պարոն Մկրտչյան, հիմա մենք կարող ենք հեծանիվ հնարել։ Պետք է լինի կհնարենք, բայց եթե կա հեծանիվ, մանավանդ հիմա նորաձև է հեծանիվի մասին խոսելը եւ քշելը։ Այո, եւ առողջության համար էլ վատ չէ։ Այսինքն հիմա մենք հեծանիվ պետք չի որ հնարենք, կա խանութում եւ մատչելի գներով վաճառում են։ Մատչելի գներով կա Ամերիկայի Միացյալ Նահանգները 1933 թվականին ընդունել է օրենք ինոագենտների մասին, որը Ռուսաստանը ձևափոխելով օգտագործում է։ Գերմանացիների դեմ 1933 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 35 միլիոն էթնիկ գերմանացի կար, բանակում, տնտեսությունում շատ ակտիվ, ու նրանք շատ ազդված էին նացիզմով։ Այդ նախ եւ առաջ Գերմանիան էթնիկ գերմանացի Դոնալդ Տրամպը իրենց տանը հնչում է նախ եւ Deutschland über alles։ Նախ եւ առաջ Գերմանիա բարձրես ամեն ինչից։ Այդ դա շատ լուրջ արձագանք էր գտել Գերմանիայում 30-ական թվական, ներողություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ գերմանացի 40 միլիոն իտալացի կար, 70 միլիոն անգլոսաքսոն, այն նրանք անհանգստացած էին, որ գերմանացիները Ամերիկայի Միացյալ Նահանգներում իշխանությունը կվերցնեն նացիոնալ սոցիալիզմի գաղափարով, գիտեք չէ, նացիոնալ սոցիալիզմը գրավիչ բաներ ուներ բոլորին, կոմունիզմի հատուկ տեսակ էր, ուրեմն նրանք հատուկ օրենք ընդունեցին, կոչվում է ինոագենտների մասին։ Դա շատ երկրներ Բրիտանիայում, այսօր գործում է Ֆրանսիայում, Հոլանդիայում, այսինքն այլ երկրի շահերը պաշտպանող բացահայտ, օրինակ մամուլի միջոցները, տնտեսական, հասարակական կազմակերպությունները անպայման ունեն իրենց պիտակը։ Մարդը ներկայանում է, ասենք Սպուտնիկ։ Գրում ենք, որ այս ծառայությունը սպասարկում է Ռուսաստանի շահերը մեր տարածքում։ Այսինքն դա Հայաստանի շահերի հետ գործ չունի։ Հայկական ազգանուններով, հայոց լեզվով, բայց նրանք
Հայաստանը չեն ներկայացնում։ Այսինքն մենք այն Կակոշկին են ասում, դրանից ենք հագցնում, բալալայկա ենք տալիս Սպուտնիկի ձեռքը, բրենդ այդպեսին պետք մենք իմանանք, որ սամավարը, բալալայկան եւ այդ պսակը, որ դնում են։ Այսինքն ես կարծում եմ մեր մոտ, որպեսզի Վրաստանի օրը չընկնենք, Վրաստանում այդպիսի բան արեցին, մենք արտագրում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, բոլորը ունեն այդպիսի օրենք, որ մարդը չգա որպես իտալացի, Իտալիայի հայրենասեր ու ինքը պաշտպանի օրինակ Ավստրիայի շահերը։ Եվ դա նահանջ չի ժողովրդավարություն։ Չէ, դա պետության շահերի լեզվի մասին, այո, պետության ինքնապաշտպանության կարևոր տարրերից մեկն է։ Համարվում է հոգեբանական եւ գաղափարախոսական դիվերսիա։ Անունը այդպեսին է։ Նրանց անունը դիվերսանտ է։ Բայց թույլատրված, այ կամ կոնվենցիոն դիվերսանտ, որը գալիս է համազգեստով։ Այսինքն մենք նրանց հագցնում ենք համազգեստ, որ իմանանք սա օտար երկրի շահերը, համազգեստ պարտադիր չի ուսադիրներ ունենա, զինվորական չի։ Մեր վրա չի կրակում։ Մեր վրա ուրիշ ձևով է կրակում։ Ես կարծում եմ, որ մերոնք այ պետք է դիմեն Վենետիկի հանձնաժողովին, արտագրեն Ամերիկայի, Իտալիայի, Ավստրիայի համապատասխան օրենքը։ Ավստրիայի, Գերմանիային լավ է նաև այնտեղ ատելության քարոզությունն է հատուկ ընդգծված։ Այդ երկրներում արգելում են այն կազմակերպություններում ուղղակի փակում են, որոնք ատելության Բրիտանիան Ֆրանսիայում զրկեցին քաղաքականությունով զբաղվելու իրավունքից դեմոկրատիայի նոր ժամանակների դեմոկրատիայի հայրենիքը մեծ ֆրանսիական հեղափոխություն Սարկոզին էլ իր ոտքով գնաց բան ոտքով ձեռքը բռնած կնոջ այո ասապ վերջի կնոջ հետ վերջինները դե Ֆրանսիայում էդի մոդա վերջի կնոջ հետ դե դրա մեջ չենք ասում որ իրորդով մենք վերջինի այո վերջինի գործող արդեն չի գործի բանտում չի գործում դե չեմ կարծում Ֆրանսիայում հանդիպման կարծեք դա նաև սեռական զրկանքների բան է բանտը սեփական փորձով եմ ասում բանտը այնտեղ դե դա խորթային բանտի մասին է խոսում մի բան է բանտը բանտ է այնպես որ Սարկոզին կմնա այնտեղ այսինքն մենք վերցնենք Ֆրանսիայի օրենքը ատելության մասին կուսակցություն եթե քարոզում է ատելություն կարևոր չի կենթանիների նկատմամբ է այլ ժողովրդի նկատմամբ այլ տեսակի մարդկանց նկատմամբ, օրինակ ձախլիկների նկատմամբ ես ձախլիկ եմ։ Կապուտաչիա մարդկանց նկատմամբ, գանգրահերների նկատմամբ։ Ուզում եմ ասել, որ ատելության քարոզող կուսակցությունը հանգիստ կփակվի։ Ես առաջարկում եմ միայն բան լինել, նախաձեռնություն, այո, նախաձեռնություն է։ Արտագրեք ուղարկեք Վենետիկի հանձնաժողովը, թող այդ հատուկ հանձնաժողովը իր կնիքը դնի իր ուղումներով։ Ուղումներն էլ թողան այդ ուղումները մցրեք եւ մեր մոտ թողի մենք իմանանք Սպուտնիկը մասնաճյուղն է օրինակ կուսակցություններ կան որ ունեն գործընկերներ այլ երկրներում գիտեք Եդինայա Ռոսիան ունի այստեղ քույր կուսակցություններ մասնաճյուղեր ունի այն նրանք թող մտածեն մասնաճյուղ են թե չէ Ընդ որում նաև էլի ձեր մտքի շարունակություն որպես ռուսական ծնունդ ունեցող կամ ազդեցությամբ գործող մի քանի տասնյակ տելեգրամյան ալիքներ են գործում։ Այդ թվում նաև AI-ով գեներացված տեսանյութերով։ Եվ այդ տեսանյութերը ուղղակի հայ ժողովրդի հոգեբանության վրա ազդելու նպատակ ունեն։ Ասենք տեսարաններ են, դա ազատություններ այդ հետաքննությունը անցկացրել, ասենք տեսարաններ, որ իբր թե ադրբեջանցիները Ծիծեռնակաբերդում խոսում են, որ վերջապես այստեղ մեր շահիդների պուրակն է բացվելու, այս տրամաբանության բաներ, բայց դրանք բոլորը ինչքան էլ ծիծաղելի թվան, մեզ ծիծաղելի կթվան, բայց շատ մարդկանց համար կարող է նաև, չգիտեմ, հավատան այդ տեսանյութին։ Այո։ Գիտեք, ես մտածում եմ, որ մենք չենք կարող ստերիլ պայմաններ ստեղծել։ Եթե կան իդիոտներ,
ու կան այդպիսիք օգտակար իդիոտների մասին, առողջապահական չէ։ Օգտակար իդիոտներ, կաթոլիկները հնարել են այդպիսի բան, որ իրենց շահերը չգիտակցող մարդիկ, սպառողներ, որ իրենց շահերը չեն գիտակցում։ Դա ինոագենտներն են, էլի, իրենց շահերին դեմ այստեղ գործ են անում։ Ուրեմն դրա մենք չենք կարող նախատեսել եւ գրաքննություն մտցնել չենք կարող, բայց մենք կարող ենք հակա քարոզչություն, ավելի մրցակցային, ավելի ուժեղ պարզաբանում, բացահայտումներով գնալ։ Ես գտնում եմ, որ այ պատվաստում կոչվածը, որ անում են մենք հիմա անցնում ենք, չէ՞, պատվաստումներ ենք անցնում այդ Ֆլեմինգը գտել է պատվաստումը, չէ, Ֆլեմինգը պենիցիլինը գտավ։ Այո։ Այդ թող անտիբիոտիկներ մեր պետությունը պետք է խրախուսի մեզանում զանգվածային լրատվամիջոցներին պետք է ինքը պատվիրի այդ փոխտա օրինակ այս ստուդիային փոխտա վճարի պատվիրի հակա ֆեյկային, չէ, ֆեյկ են ասում դրան, հակա ֆեյկային կլիպներ։ Այսինքն ես կարծում եմ դա է ձևը, մրցակցություն պետք է լինի, այդ կեղծիքը մենք պետք է բացահայտենք, թող մեր սպառողը, այդ թվում օգտակար իդիոտը, որը հավատում է նման բաների, թող մեզ հավատա, թող նա միևնույն է սպառող է, նրա առաջ ինչ էլ դնես սպառելու է։ Դրա համար ես կարծում եմ, որ այսպես այն ազատությունը, անխնամություն ասենք, որ տվել է մեր պետությունը մեր լրատվամիջոցներին, դա ճիշտ չի, ինքը պետք է պատվիրատու լինի։ Ես չեմ ասում բերի փող դնի ինչ որ լրատվականի թերթի կայքի կամ ստուդիայի գրպանը, չէ, պատվիրում է, ռոլիկներ է պատվիրում, որը ինքը նաև օգտագործում է այլ տեղերում։ Այո, լեզվի մասին ռոլիկներ, պատվիրված, դա գովազդ է։ Այսինքն, եթե դուք հիմա լեզվի մասին հաղորդումներ դնեք, դա շատ քիչ մարդ է նայելու, գովազդի տեսակետից դա բայց թող պետությունը պատվիրի մշակույթը, կոմիտաս թող պատվիրի պետությունը, դուք ուզում եք ռաբիզը չլինի, ուրեմն պետությունը թող ձեզ պատվիրի կոմիտաս, Արամ Խաչատրյան, պատկերացրեցիք ինչ եմ ասում, ուրեմն պետության միջամտությունը պետք է լինի այդպես, պատվիրում է ձեզ հակագովազդներ թշնամու դիվերսիոն, դա թշնամին է անում, հոգեբանական պատերազմ, դա կոչվում է հոգեբանական պատերազմ, հոգեբանական պատերազմի մեր զենքը պետության ձեռքում է, նա պետք է մեզ պաշտպանի, որովհետև մենք սպառող ենք, ես ձեզ ասեմ, պորնոն արգելված է, չէ, այո, նարկոտիկը, մոլախաղը արգելված է, չէ, այո, դա ատելության հոդվածով թող գնա, որոնք որ ակնհայտ են ատելության հոդվածով թող փակեն։ Եթե ատելություն, այսինքն հայ ժողովրդի նկատմամբ առհամարական, օրինակ Միմինով ֆիլմը հարկավոր է արգելել, որովհետև դա հին, դեռևս Համո Բեկնազարյանի ժամանակ կան ֆիլմեր, Գրուզիա ֆիլմեր, որտեղ մեզ ծաղրում են այ կա ազնվական մեծահոգի վրացին եւ կա չարչի խարդախ խորամանկ հայը կինո ես բանակում տեսել եմ այդ ֆիլմերը բերել մեզ ցույց են տվել սովետական բանակում այսինքն Միմինոն Շանշանշվիլին հիշում եք Շանշանշվիլին մենք կամո ֆիլմի այո մենք ենք ծաղրում վրացին չէր կարելի վրացի չպետք է լիներ Շանշանշվիլի կամո ես ուզում եմ մի քիչ կամո լինել ծաղրում են նրանք էլ մեզ ծաղրեցին օթաչու բան գեղեցիկ այո գեղեցիկ աղջիկների ուշադրության կենտրոնում եւ մեր կամազի շոֆերը Պագրիշկեն ուսին իհարկե հանճարեղ բայց դե կարևոր չի դա Դենիրոին իրենց մայրենի քաղաքում Իտալիայում արգելված է մուտքը անդադ ասում է իտալացիներին ներկայացնում ես որպես մաֆիոզ այո կարևորը տաղանդը չի կարևորը դու ում ես ներկայացնում ում ես դու ներկայացնում
Դա հայ մարդն է։ Ամենավերջի տեղն է զբաղեցնում Միմինոյում վերջի տեղն է։ Այնտեղ բոլորը մեծահոգի են, լավն են, ինքն էլ է լավը, բայց ինքը կամազի շոֆերը։ Այդ դա մեր մոնք ուրախանում են իրենց երեխաների անունը Միմինո են դնում, իրենց երեխաների անունը Կամո են դրել, Լենսեր են դնել, Վիլիս են դրել, Լենինասեր, Ստալինասեր, Վիլեն։ Հա, այդ բոլորը Լենինի բանի մասին են։ Ես ասում եմ, որ դա այդ ԶԱԳՍ-ում պետք է ասեն, այս ինչ են դնում։ Բա կիմը կոմունիստական ինտերնացիոնալ երիտասարդական։ Պատկերացնեք, այն կորեացի կիմը չի։ Կոմունիստական ինտերնացիոնալն է երիտասարդական։ Այ ուզում եմ ասել, պետությունը գործ ունի անելու։ Պետությունը կարող է մեզ պաշտպանել։ Ես ասում եմ, լեզվի մասին օրենքով թող մաքրեն եթերը։ Պատվիրեն ձեզ։ Նվագախմբի տղաները հայ հեղափոխական դաշնակցությունը իշխանություն ուներ եւ մեր պետական հերոստատեսությունը հայկական պետության դեմ ֆիլմ էր ցույց տալիս։ Դե նույն տրամաբանության նաեւ Զանգեզուրը, այո, Զանգեզուրը։ Ես էլի հիշում եմ Սևանի ձկնորսները։ Այո, տեսեք ինչեր էին ցույց դեռ արդեն 20 տարի հետո, 10 տարի հետո, անկախությունից հետո հայկական պետությունը, այսինքն հայ մարդը տգեղ է, այսինքն խորիկը չի գլխավոր դերասանը, Ալբերտ Ազարյանը չի, Յուրին չի Վարդանյան, այդ հսկան, չէ, բերում են մեզ տգեղ են ցույց տալ։ Ես ասում եմ, ես տեսել եմ Գրուզիա ֆիլմ, տեսեք Խաթաբալա ֆիլմի մեջ հայերն են, չէ՞ աղջիկը որ այնտեղ հայի ու վրացու պատմություններ այդ ֆիլմի մեջ։ Հայը իր տգեղ աղջկան ամուսնացնում է ազնվական վրացու հետ։ Այ Սունդուկյանից գողացել էին։ Մեր մոտ անդադ դա են ցույց տալիս։ Հիմա էլ է դա։ Գեղեցիկը չի, այսինքն ես որ մենք իհարկե ներողություն, մի քիչ ծայրահեղացված, չէ, մի քիչ չէ, բավականին ծայրահեղացված, բայց այդ մտքին գնաց նացիստական Գերմանիա։ Նրանց լուսանկարներում, ֆիլմերում նորդական գեղեցիկ մկանոտ, թե կանայք նույնպես հատուկ ընտրված։ Դե դա նաև գաղափարախոսություն, հոգեբանություն է, հա հասկանալի է, նացիզմի հոտ է գալիս, բայց տեղեր կա, որ այո, պետք է հաշվի առնել։ Ես ուզում եմ եւս մի բան, մենք մի քիչ վերադառնանք նաև մեր օրակարգին, մեր փառահեղ հայ-ռուսական հարաբերություններին, Մաշա Զախարովան է հերթական անգամ խոսել, մենք ուշադիր հետևում ենք Գյումրու իրադարձություններին, դա Հայաստանի ներքին գործն է չնայած Եվ Հայաստանում ձերբակալվել են նաև մի շարք համայնքների ղեկավարներ, հետո բաց են թողնվել։ Մենք միշտ պաշտպանում ենք նրանց, ովքեր հանդես են գալիս մեր երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունների օգտին։ Շատ լավ է։ Էլի մոտեցան կինոագենտների թեմային։ Հիմա մենք, չգիտեմ, ձեր եթերը կարգել են թե չէ, մենք որոշ բաներ ասենք։ Եթե իրենց շահերի պաշտպանը Քոչարյան Ռոբերտն է, գավառամիտ, Սամվել Կարապետյանն է գավառամիտ, եթե կուսակցության անունը մեր ձևով է, այսինքն դա նշանակում է աբորիգենական, ծայրագավառային ներկա, կամ ասենք Վարդան Ղուկասյանն է, բոլորի նկատմամբ կան քրեական գործեր եւ բաց, այնպես չի, իրանց դատարանի նման չի, Բասմաննի սուդ, այո, դա Բասմաննի սուդը չէ, 1500 հոգի միայն Յաբլոկա կուսակցությունից այսօր բանտում է Ռուսաստանում, քաղաքական, հայտարարում են իրենք, դա ցույց են տալիս, որ իմացեք մենք ձեզ պատժելու ենք, հիմա ես ասում եմ, բա դրանք են ձեր կողմնակիցները, դրանք վարկաբեկում են ռուսականությունը մեր երկրում, բա դրանք են, բա ձեր կողմնակիցները թալանչի են, մեզ կեղեքողն են, տգեղ են վերջապես, բա մի հատ ֆոտոգենիկ մարդ չկա դրանց մեջ, բա մի ներկայանալի մարդ չկա, որ
ռուսական մշակույթն է հավանում, ռուս ժողովրդի այդ արևելյան եվրոպացու նկարագիրը, բայց մենք շփվել ենք ռուսների հետ, չէ՞, ընկերներ ունենք։ Այո։ Հենց այնպես չի, որ 3 միլիոն մարդ Ռուսաստանում հայ մարդ ապրում է, ուրեմն հնարավոր է, չէ՞, ձեր հետ ապրել, բայց դուք ինչ եք մեր մեջից ընտրում ամենավատերին, մեր մեջի վատերին եք ընտրում, ու ասում եք սա մեր մարդն է։ Միայն հաշվի առնելով նվիրվածությունը։ Բայց դա ինչ նվիրվածություն է, դրանք ռուս ժողովրդին արհամարում են, ասում են թող Իվանը գա, սահմանին կանգնի, ես փող շինեմ։ Էլի բաներ անեմ, ես չեմ կարող ձեր եթերում ասել, խնայելով մեր համակիրներին։ Ռուսը խիպտի գա մեր սահմանին կանգնի, թող իր տափաստաններում, իր անտառներում, ճահիճներում ծառայություն կատարի։ Հերա կռվում է Ուկրաին, թող գնա Ուկրաինայում կռվի իր եղբայրների դեմ, եղբայրասպանության կռվին չի կարողանում։ Որտեղ ստեղ են կանգնած, դուք ինչ եք, բայց ձեզ որ գույքի դիմաց փող, ոչ փողը տվեցին, ոչ գույքը տվեցին, բայց դուք դրան հարգում եք, մարդը ձեզ խաբել է։ Ինքը հայտարարեց Ռոբերտ Կասեց, որ այդ բարդ գույքի դիմաց ասում է ոչ փողն եք տվել, ոչ գույքը։ Բայց ձերի գազ ենք բերել։ Ձերի ռուս ժողովուրդը գազ չունի, դուք ասում եք մենք բերել ենք, ձերի գազը վառում ենք։ Ես կարծում եմ, որ դրանք չեն։ Դրանք ոչ մերն են, ոչ ռուսներին են, ոչ էլ չինացիներին։ Թող նոր մոտեցում ցուցաբերեն։ Մեր եղբայրությունը, բարեկամությունը, համագործակցությունը, գործընկերությունը այլ մակարդակի վրա պետք է լինի։ Մենք պետք է լինենք իսկապես քաղաքակրթական գործընկերներ։ Մեր մեջի լավերը ձեր լավերի հետ, մեր մեջի վատերը ձեր վատերի հետ, նույն բերդում պահենք, տարբեր խցիկներում։ Այլ ոչ թե խաչեր, չուրկեք, մյուսը չեմ ասում։ Ձեզ ինչի տեղ է դնում, որ դա ասում է թող գա, բայց դուք համաձայն եք, որ ձեզ խաբել են, որ Ռոբերտ Քոչարյան ձեզ խաբել է, համաձայն եք, որ դուք խաբնվեք, խաբեբային դուք յուրային եք համարում։ Պարոն Արշակյան, ցավոք մեր եթերաժամը սպառվեց։ Հրավիրում երկրորդ մասը կլինի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Ամենայն բարիք ձեզ։